Ողջունում եմ հարգելի բարեկամներ, Ազատ Արարբլոգն ես Արմեն Հովհաննիսյանն եմ, ինչպես միշտ պետք է շնորհակալություն հայտնեմ աջակցության համար եւ խնդրեմ, որ շարունակեք եթե ոչ ավելի ջանասիրաբար գոնե նույն ոգով առանց ձեր աջակցության այս ալիքի գոյությունը կդառնա անիմաստ։ Եվ այսպես շատ իրադարձություններ են կատարվում, կան բաներ, որ արդեն խոսվել են տարբեր հարցազրույցներում, պլատֆորմներում, գուցե կրկնվելու կարիք չկա, ես կփորձեմ ներքին քաղաքականության եւ արտաքին որոշակի իրադարձությունների միջև տանել որոշակի զուգահեռներ, հետո կքննարկենք այն ինչ որ ամենակարևորն է մեզ համար, մեր երկրի ինչ է սպասում, տարածաշրջանին ինչ է սպասում եւ սկսենք իրադարձություններից Գյումրիում արդեն դրա մասին խոսել ենք Կարենի հետ, եղավ ինագուրացիան, չնայած երևի թե քաղաքապետի պաշտոնի համար դա շատ այսպես վերամբարձ է հնչում, պարզապես պաշտոնապես պաշտոնը ստանձնելու իրադարձությունը, որտեղ Վարդան Ղուկասյանը արդեն դարձավ Գյումրիի քաղաքապետ, շատ հետաքրքիր իրադարձություն էր, այստեղ ես երկու բանի վրա ուշադրություն եմ ուզում դարձնել, հաստատ գիտեմ, որ ինձ քննադատելու են դրա համար, բայց հիմա ես այսպես եմ մտածում, ուրեմն կուզեի կիսվել ձեզ հետ, իսկ դուք ինքներդ արդեն կգնահատեք, որքանով եմ ես ճիշտ կամ սխալ։ Այն, որ դա տոքսիկ իրադարձություն էր, այնտեղ ռուսական ներկայությունը այնպես էր կարծես թե Ռոստով-Նադոնուի կամ լավագույն դեպքում Սուխումի, քաղաքապետի երդմնակարությունն էր, շատ տհաճ էր եւ շատ վտանգավոր, բայց ֆիքսենք, որ վիճակը այդպիսին է Գյումրիում եւ պետք է մտածել թե ինչ անել այսուհետ եւ ընդհանրապես մտածել ինչը բերեց դրան հասցրեց, ով բերեց, ով է պատասխանատու եւ ինչ է պետք դրա համար անել, որպեսզի այն նվազագույն վնաստա գյումրեցիներին չտարածվի հիվանդության վարակի նման Հայաստանի Հանրապետությունով եւ կանխել նոր այդպիսի օջախների առաջ գալը։ Եվ բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, դրա մասին արդեն խոսել ենք, մի հետաքրքիր բան, ուրեմն Սարիկը ես անուններով եմ ասում, այդպես բոլորը արդեն ճանաչում են, դարձել է համահայկական հայտնի մարդիկ են դարձել, ինչպես անգլերեն ասում են celebrity-ներ են, բոլորը արդեն հասկանում են ում մասն է խոսքը։ Սարիկը ուրեմն հարցազրույց է տալիս եւ բան է մանկամտության հասնող այսպես անկեղծությամբ ասում է, որ իրենք կհաղթեին, եթե բացարձակ մեծամասնություն նույնիսկ ստանային, այսինքն նույնիսկ կոալիցիայի կարիք չէին զգա, եթե ավելի քիչ լիներ գյումրեցիների մասնակցությունը, այսպեսի մի ամտորեն բացատրել թե ինչի վրա են հույս դնում ընդհանրապես ԿՊ-ն եւ մասնավորապես Գյումրիում, դա շատ բան արժե, պետք է իհարկե միայն կարող եմ ծափ տալ, այսպեսի անկեղծության վրա, չնայած նորից ասում եմ քաղաքական գործչի համար այդ աստիճան մութ կողմերը բացահայտել իրենց գործողությունների եւ նպատակների դա ինչ տարօրինակ է, արդեն կասկածում եմ իր ընդհանրապես հասունության վրա, ուրեմն ինչի վրա է հաշվի, ինչ է հաշվի առնում ԿՊ-ն եւ ինչի վրա հույս ունի, որ մարդիկ հիասթափված իրենցից, բայց չգտնելով այլընտրանք, կամ այնպեսի այլընտրանքի տեղը այնպեսի մի այլանդակություններ են հանդես գալու, որ չգա ընտրությունների եւ չքվեարկի ընդհանրապես եւ դրա հաշվին, քանի որ իրենք ունեն վարչական ռեսուրս, որը Գյումրիում օգտագործել են
բավական ակտիվ, ունեն իրենց աջակցող մեծահարուստներ, օլիգարխներ, եթե ուզում եք, այդ թվում նաև նոր օլիգարխիա է առաջ գալիս, արդեն Փաշինյանի օլիգարխիան, որը ֆինանսական տարբեր սխեմաներ է օգտագործում եւ օգտագործելով վախը բնակչության մի մասի, որ այդ այլանդակությունները, որի մասին արդեն ասացի, կգան իշխանության, այսպես քիչ մասնակցությամբ, նվազագույն մասնակցությամբ մի կերպ պլստալ։ Այսինքն առաջին անգամ է, որ բացահայտ ասվում է, որ որքան մեր քաղաքացիները պակաս ակտիվ լինեն, պակաս մասնակից լինեն քաղաքական գործընթացներին, այնքան ձեռնտու է կառավարող կուսակցությունը։ Իրենք առաջինը չեն, որ այդպես է մտածում, բայց այսպեսի բացահայտ կերպով լրագրողին ասելը դա ունիկալ է եւ զուգահեռ Միացյալ Նահանգներում, ուրեմն Լուիզիանա նահանգում, որը հարավային պահպանողական ավանդաբար հարապետական նահանգ է, ավանդաբար 50-ական 60-ական թվականներից հետո, դրանից առաջ բացառապես դեմոկրատ էր եղել, որտեղ այն ժամանակ դեմոկրատական կուսակցությունը այն չէր, ինչ որ այսօր, դա ուրիշ դեմոկրատական կուսակցություն էր ըստ իր էության։ Հանրապետական նահանգ է, որի երկու սենատորները, ուրեմն հանրապետական կուսակցությունը ունի նահանգապետ, փոխնահանգապետ, երկու պալատը տեղական օրենսդիր մարմնի, Լուիզիանայի օրենսդիր մարմնի վերահսկում են, երկու սենատոր ԱՄՆ սենատում հանրապետականներ են եւ կոնգրեսականների մեծամասնությունը, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հանրապետականներ են։ Սա է այսպես ազդեցությունը Լուիզիանայի, այդպես են ասում Ամերիկայում, որովհետեւ եւ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունը դրանք ֆեդերատիվ կուսակցություններ են եւ Լուիզիանայի հանրապետական կուսակցությունը այդպեսի ազդեցիկ քաղաքական ուժ է, իրենք որոշում են իրենց նահանգապետը որոշում է տեղական թող վիրավորական ճնճի Լուիզիանա նահանգի սահմանության մեջ 4 փոփոխություն անել, դրանք կապված են բյուջեին եւ ավելի պահպանողական մոտեցումն է, հա, ծախսերի վերահսկման, ավելի մեծ հնարավորություններ է տրվում նահանգապետին առանց կոնգրեսին հարցնելու, ինչ որ լուծումներ ընդունելու, եւ դրանք կապված են արդարադատությանը, ուրեմն մինչ այս Լուիզիանայի սահմանության մեջ գրված են այն հանցագործությունները, որոնց դեպքում դատարանը կարող է հանցագործին դատել անչափահաս հանցագործին դատել որպես չափահաս։ Չեմ կարդացել այդ մասը Լուիզիանայի սահմանության, բայց համոզված եմ, որ խոսքը ծանրագույն հանցագործությունների մասին է, օրինակ բռնաբարություն, սպանություններ եւ այլն։ Որոշ դեպքերում, եթե դրանք առավել դաժանությամբ են արվել, կարող է դատարանը որոշել, որ տվյալ անձը դատվելու է որպես չափահաս։ Ես ճիշտ ասած այդ պրակտիկան չեմ հասկանում, որովհետև դա եթե մենք կարող ենք մարդու տարիքը դատական կարգով որոշել, ինչ ենք բողոքում, որ մարդու սերն են դատական, մարդու սերն է դառնում հայեցողական, եթե մարդու տարիքն է, դա օբյեկտիվ իրականություն է։ Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց ես օբյեկտիվիզմի կողմնակից եմ, որ դա օբյեկտիվ իրականություն է։ Մարդը կամ 18-ը լրացել է կամ չի լրացել։ Այսպես, բայց ինչևէ, կա այդպեսի պրակտիկա, եւ բայց հիմա ըստ առաջարկի, դա Լուիզիանայի նահանգում, ես հիմա կասեմ ինչու եմ այդպես մանրամասն մի նահանգի մասին ասում, որովհետեւ սա ազդեցություն է ունենալու ԱՄՆ քաղաքականության վրա, Տրամպի ադմինիստրացիայի վրա, իսկ դա նշանակում է, որ անուղղակի կերպով ողջ աշխարհում կատարվելիքի վրա։ Ուրեմն այսօր նահանգապետը գործող կարող է այդ ցուցակը որոշել, թե որ հանցագործություն։ Բնականաբար նահանգապետը ուզում է ընդլայնել այդ ցուցակը, ոչ թե նեղացնել, այլ ընդլայնել եւ ինքը որոշի, թե ինչի համար կարելի է դատարանի որոշումով այդպեսի բան կիրառել միջոց կամ չի կարելի։ Ուրեմն 4 այդ բաները փոփոխությունները դրվում են հանրաքվեի, հանրաքվեին գալիս է շատ քիչ մարդ է մասնակցում, ռեկորդային քիչ,
ինչը շատ լուրջ ազդակ է հանրապետական կուսակցությանը եւ ինչու ես համատում եմ Գյումրիի հետ, ուրեմն կա կադրեր դեռ բրիֆինգից առաջ թե հետո, այսինքն իրենք զրուցում են իրար մեջ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը, որը Լուիզիանայից է, այդ իր հարազատ նահանգն է, կարծես թե Լուիզիանայից է, այո, եւ նահանգապետի հետ խոսում են, հարցնում է թե ինչ կաներ մասնակցություն, ասում է քիչ 10%, ասում է դա լավ է մեզ համար։ Փաստորեն մենք զարմանում ենք, բայց այնտեղ էլ կան Սարիկ Մինասյաններ, ամերիկյան, չգիտեմ դա մխիթարանք է մեզ համար թե ոչ, բայց այնտեղ էլ փաստորեն հաշվարկը նրան էր, որ շատ քիչ մարդ կա, պահպանողական նահանգ է, ինչքան քիչ մարդ կա, շանսը որ պահպանողական, այսպես հանրապետական հայացքների մարդիկ ավելի շատ կլինեն, բայց ասեմ, որ ջախջախիչ պարտություն 4 հարցերն էլ չանցան եւ այդ փոփոխությունները չեն արվելու, ինչը հանրապետական կուսակցության համար մեծագույն ապտակ է, դա երկրորդ խոշոր ապտակն է Վիսկոնսինի Գերագույն դատարանի մեկ անդամի ընտրություններից հետո։ Եվ այստեղ ամենահետաքրքիրը որն է, հիշեք մեզ ոչ հեռու անցյալը, բայց դա ինձ թվում է այնպես չի, որ մեկ ընդմիշտ գնացել է եւ դեռ մենք կարող է այդպիսի երևույթներ նաև տեսնենք, ով է մեղավոր։ Նահանգապետը եւ այլն հայտարարում է, ով է մեղավոր, որ Լուիզիանայի նահանգում չանցան այդ 4 փոփոխությունները սահմանադրության Սորոսը, բառացիորեն։ Ուրեմն նահանգապետը հայտարարել է, որ այդ սրիկա Սորոսի դե որդին է հիմա ղեկավարում, նա արդեն Սարամյալ է Սորոսը, Սորոս կրծեր եւ Սորոսի ֆոնդն է, որ թույլ չտվեց, որպեսզի իրենք հաղթեն Լուիզիանայում։ Այսինքն այն, որ իրենց պոպուլարությունը այնքան ցածր է, որ մարդիկ պարզապես չեն եկել թանկվեին, դա ոչինչ։ Բայց մեղավոր է Սորոսը, գտել են, որ դեռ 1 տարի առաջ այդ հարցը քննադատելու համար եւ կանխելու այդ որոշումները համար Սորոսի ֆոնդից ինչ որ լոբիստական կազմակերպությունների 1 միլիոնից մի քիչ ավելի դոլար փող է փոխանցել։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գերագույն դատարանի 1 անդամի ընտրության համար Իլոն Մասկը ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, տասնյակ միլիոնավոր, բայց էլի գտան խեղճ Սորոսին, եւ ընկան հետևից, ընդհանրապես բան է դարել, չէ, բոլոր տապալումների փաստորեն արդարացումը դարձել է Սորոսը։ Ինչ ալոց այդպես չի, որ Սորոսի ֆոնդի եւ իմ վերաբերմունքը դրա մասին, եթե դա հետաքրքրի, հետո մի օր կխոսեմ, այնտեղ ամեն ինչ այդպես միանշանակ, բայց այդ վհուկների որսը անընդունելի է իհարկե, այդ թվում նաեւ այս դեպքում։ Հիմա սա զուգահեռները։ Ինչ է դա նշանակում եւ հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի պոպուլարությունը ընկել է կտրուկ, այդ թվում նաև անկախ կան Միացյալ Նահանգներում գրանցված դեմոկրատներ, դրանք համեմատաբար ավելի շատ են, կան գրանցված հանրապետականներ, այսինքն այնտեղ այդպես է անդամությունը, կարելի ասել անդամներ կուսակցության։ Դրանք մարդիկ են, ովքեր նախորդ ընտրություններում կամ դրանից առաջվա ընտրություններում գրանցվել են մասնակցելու պրայմերիզի որևէ կուսակցության։ Եթե դեմոկրատական կուսակցության, ուրեմն իրենք գրանցված դեմոկրատներ են։ Եթե հանրապետական կուսակցության, իրենք գրանցված հանրապետականներ են։ Այսինքն այդ կուսակցությունները, ինչպես նաև օրինակ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը, չունեն անդամավճար, անդամատոմս, ցուցակներ եւ այլն, այդպես է որոշվում։ Մեխանիզմը Ամերիկայում այդպեսին է։ Եվ անկախները, դրանք որ ոչ պրայմերիզներին չեն մասնակցում, ընտրությունների օրը գնում են եւ ամեն անգամ որոշում են, թե ում պիտի քվեարկեն։ Վերջիվերջո իրենք են որոշում, թե ով է ընտրվելու, որտեվ իրենց ձայնը որոշիչ է։
իրենք ոչ հանրապետական են, ոչ դեմոկրատ են, ասում են այս տղան ոնց որ կամ աղջիկը ոնց որ քրքին մոտ բան է ասում, կամ չէ, սա ով է, սա չպետք է անցնի։ Այդ մարդիկ են որոշում, եւ այդ շրջանում ամենամեծ անկուպն է Տրամպի պոպուլարության։ Անկում կա նույնիսկ հանրապետականների շրջանում, ասեմ, բայց կարևորը այդ անկախն է։ Սա մեկ 42% է արդեն իրեն աջակցությունը, 50 քանի տոկոս իրեն դեմ է։ Սա երկու։ Ընտրությունները Ֆլորիդայում մի կերպ կարողացան երկու այդ ոնց են ասում արտահերթ ընտրություններ, հա, երկու ընտրատարածքում հաղթել, միտեղ որտեղ 60 քանի տոկոսով են հաղթել, հազիվ 50, ասենք 52-ը 48-ի մի կերպ կարողացան հաղթել։ Այսպեսի զանգեր են, հա, Լուիզիանա նահանգ, եւս մեկ զանգ։ Այսինքն քաղաքականությունը Տրամպի ընդհանուր առմամբ դադարում է լինել գրավիչ միջին ամերիկացու համար։ Միակ կետը, որում իրեն աջակցում են մեծամասնությունը, դա հանցագործներին երկրից վտարելն է, ծանր հանցագործներին, որովհետև հասկանալի է, որ մարդկանց հասարակ աշխատավոր մարդկանց միջին խավի համար դրանք դարձել են արդեն անտանելի։ Այսինքն իրենք արդեն թունավորում են մարդկանց կյանքը։ Եվ միակ բանն է, որ աջակցություն ունի, որ իրենց վտարում է, այստեղ էլ մի փոքր ունի արդեն պարտություն։ Ես արդեն ասել եմ, որ Գերագույն դատարանի որոշումները Ամերիկայի Միացյալ Նահանգների մենք սխալ ենք հասկանում։ Դրանք այդքան էլ միանշանակ չեն, չնայած այնտեղ կա պահպանողական մեծամասնություն։ Եվ այդ որոշման հիման վրա եւս մեկ որոշում ընդունվեց, որ նույնիսկ եթե դու մարդուն վտարում ես, դու պետք է նախորդ իրեն զգուշացնես ժամանակ տաս իրավական գործողությունների, օրինակի համար բողոքարկելու։ Եվ վենեսուելցիների զանգվածային արտահանումը Տեքսաս նահանգից կանգնեցվել է, սառեցվել է զուտ այդ պրոցեդուրալ խնդիրները լուծելու նպատակով։ Սա եւս այդքան էլ լավ չի ադմինիստրացիայի համար։ Սա է ինչի մասին ես կուզեի ասել, որ մենք ուշադրություն դարձնենք, որ եթե այս տեմպերով շարունակվի, օրինակի համար, եթե ներկայացուցիչների պալատի ընտրությունները լինեին մեկ շաբաթվա ընթացքում, ապա հաստատ հանրապետականները պարտվելու էին եւ իրենք կորցնելու էին մեծամասնությունը, ինչը շատ մեծ հարված է, որովհետեւ իրենք կարողանում են գործել այն միջավայրում, որտեղ ներկայացուցիչների պալատը իրենցն է, սենատը իրենցն է, Գերագույն դատարանում պահպանողական մեծամասնությունը, բազում նահանգներում նահանգապետները եւ օրենսդիր մարմինները վերահսկվում են։ Կորցնելով դրանց գոնե մի մասը, այդքան ազատ չի զգա իրեն Տրամպի ադմինիստրացիան, ինչպես եւ իրեն ազատ չէր զգում իր առաջին պաշտոնավարման տարիներին։ Սա է տենդենսը, որը կա, այսինքն Ամերիկայի ժողովուրդը սկսել է գնահատական տալ արդեն Տրամպի կառավարմանը եւ այդ պոպուլիզմը չի օգնում նույնիսկ այն տեղերում, որտեղ մարդիկ իսկապես պահպանողականներ են, ապրում են պահպանողական արժեքներով եւ ձգտում են, որ իրենց կառավարեն պահպանողական արժեքներ կրող մարդիկ, ինչը շատ նորմալ է եւ առողջ երևույթ է, բայց նույնիսկ իրենք արդեն հասկանում են, որ Տրամպը դրա հետ որևէ առնչություն չունի։ Սա ինչ կատարվում է Միացյալ Նահանգներում, այստեղ շատ կարևոր մի եւս կա նրբություն, որ Միացյալ Նահանգները կարծես թե Մելոնի այցը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի այցը բավական հաջող էր եւ կարծես թե կա որոշակի շարժ եւ Միացյալ Նահանգները պատրաստ են եվրոպացիների հետ ընդհանուր սեղան նստել, գուցե ամենաբարձր մակարդակով առաջի դեմքերի, այսինքն Տրամպի անձնական մասնակցությամբ եւ ինչ որ բաների շուրջ պայմանավորվել։ Սա կարող է պարզապես դարակազմիկ երևույթներ, կարող է, ինչպես ասենք Հելսինկյան հանդիպումներ եւ դրա արդյունքները։ Սա շատ կարևոր է այդ միտումը նույնպես հասկանալ։
Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին եւ մեզ, իհարկե առաջնային է ԱՄՆ Իրան։ Այս բանակցությունները կարելի է արդեն ասել ենք, որ կարծես թե ինչ որ լավատեսության տեղ կա։ Այսինքն կարելի ասել, որ այս փուլում դրանք այդքան էլ վատ չեն անցնում։ Կան գործոններ, ես այստեղ ասել եմ, որ ինչու եմ հորետես, որովհետև կան խանգարող գործոնները շատ են։ Դա Իսրայելն է, դա պրոիսրայելական լոբին Միացյալ Նահանգներում, դա ԱՄՆ ադմինիստրացիայի տապալումներն են, որ միտեղ ինչ-որ բան պետք է ցույց տալ, որպեսզի կարողանալ մի քիչ գոնե բարձրացնել վարկանիշը, դա Իրանի քաղաքական եւ կրոնական այնտեղ դա համարյա նույնն է, այդ վերնախավի հաստակողությունը եւ դոգմատիզմը, այդ ամեն ինչը փաստորեն Իսրայելի ագրեսիվությունը, այդ ամեն ինչը իհարկե շատ բարդացնող հանգամանքներ են, բայց այս փուլում ասած 3 անգամ փայտին խփենք մատը եւ ասենք, որ ոնց որ ինչ-որ բան գնում է։ Ինչու են մենք պիտի շագրկռված լինենք, որտեղ տարածաշրջանային պատերազմին մենք պատրաստ չենք։ Կարևոր չի մենք մեզ հայտարարենք չեզոք, սրա կողմը լինեինք, նրա կողմը լինենք, իհարկե չենք լինելու։ Կարևորը որ մենք պատրաստ չենք, իսկ դա շատ կարող է մեզ համար դառնալ ճակատագրական։ Իսկ Ադրբեջանը շատ թե քիչ պատրաստ է, ամենայն դեպս ինքը համոզված է, որ պատրաստ է։ Սա էլ է կարևոր գործը։ Սա է այն կապը, որ կա Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգների պահվածքի եւ տարածաշրջանում խաղաղության հետ կապված։ Իհարկե, այստեղ ուրիշ կողմը կա, ես արդեն ասացի, որ ԱՄՆ ադմինիստրացիան կփորձի ինչ-որ միտեղ հաղթանակի գալ, հաղթել, բայց այստեղ ուրիշ կողմ էլ կա, որ տապալվում է փաստորեն ռուս-ուկրաինական բանակցությունները շատ վատ վիճակում են, խաղաղեցումը, Ամերիկան արդեն ձև է փնտրում դրանից դուրս գալու, որպեսզի էլ ավելի չխայտարակվի ադմինիստրացիան, ուրեմն իրենց ինչ որտեղ պետք է հաջող խաղաղեցում ինչ որ այլ տեղում, սա էլ դրական կողմն է, որ ասենք ադմինիստրացիան կարող է եւ ակնհայտ է, որ դա այդպես է, փորձում է ռևանշ ունենալ Իրանում։ Եթե այնտեղ ինչ-որ բանի շուրջ համաձայնվեն, ուրեմն ինքը կարող է հանդես գալ, որ ինքը մեծ խաղաղարար է, գոնե միտեղ, ինչ-որ մի հարցում, առավել ևս, որ դա ազդելու է նաև Իսրայել-արաբական այդ կոնֆլիկտի վրա չի կարող ազդեցություն չունենալ, այդ հաշտեցումը կարող է մեղմացնել այն իրադարձությունները, որ հիմա մեծավոր արևելքում են կատարվում, մի անգամ ինձ այսպես պայմանական ասենք մեղադրեցին, որ անդադ խոսում եմ ռուսների դաժանությունների մասին, բայց կարծես թե չեմ խոսում Իսրայելի, դա ամենևին այդպես չի, թե ես եւ թե Կարենը, թե իմ ընկերների ճշտող մեծամասնությունը, ես օրինակ սարսափած եմ այն ամեն ինչից, ինչ կատարում է Իսրայելը Գազայում, ինչ են անում խաղաղ բնակչության հետ, ինչպես են ակնհայտ կերպով փորձում էթնիկ զտում անել, դա խայտարակություն է եւ դա սարսափելի է։ Ոչ մի արդարացում դրան չկա եւ դա նախ պետք է կանգնեցնել եւ երկրորդը Նետանյահուն դրա համար պետք է միջազգային հանրության առջև պատասխան տա, որտեղ եթե կարելի է անել այնտեղ, ինչու դա չէր կարելի անել Արցախում եւ այլն։ Փաստորեն հանցագործները զբաղվում են միմյանց ռեաբիլիտացիայով, դա չպետք է թույլ տալ։ Եվ միանշանակ է, որ տասնյակ հազարավոր երեխաներ սպանելը չունի արդարացում։ Մեկ ահաբեկիչ սպանելու բանը 50 խաղաղ բնակչի մահը ներկայացնել որպես մեկ ահաբեկչի սպանության արդարացում, դա ընդունելի չի
դա նույնիսկ ընդունելի չէր լինի 100 տարի առաջ, 200 տարի առաջ, ուր մնաց ընդունելի լինի այսօր։ Դա չաշխատող փաստարկ է եւ դա գենոցիդալ փաստարկ է, որովհետեւ թուրքերն էլ ցեղասպանությունը իրականացնելիս ինչ որ մի բանի մասին մտածել են եւ ինչ որ փաստարկներ են բերել, մինչեւ այսօր բերում են եւ ինչ։ Արդյոք դա որևէ կերպ կարող է իրենց արդարացնել, ոչ որևէ կերպ չի կարող արդարացնել։ Իհարկե չմոռանանք, որ վաղը ապրիլի 24-ն է, անպայման ես անկեղծ ասեմ, եղել են դեպքեր, երբ հանգամանքների բերումով չեմ գնացել, դա ամենևին չի նշանակում, որ այդ հիշատակի օրը իմ սրտում չէ, որտեղ տարվա ընթացքում կարող եմ ցանկացած օր գնալ, բայց այս անգամ ես պարտադիր գնալու եմ եւ իմ 12 տարեկան տղային պարտադիր տանելու եմ, որտեղ այդպեսի, գիտեք, քաղաքացիական մարդկային դրդումներով այնտեղ գնալը դառնում է շատ արժեքավոր, որովհետև այն պետական, պաշտոնական այդ արտադիր հիմնարկություններով գալու ժամանակները կարող է անցնել։ Եթե նույնիսկ Փաշինյանը չի համարձակվի այս ապրիլի 24-ին դա անել, որովհետև դա եւս բավական իրենց ռեյտինգը կիչեցնի, իսկ իրենք արդեն սպասում են ընտրությունների, ապա միտումը կարող է լինել այդպիսին, եւ մեր անձնական ընտրությունը շատ կարեւոր է, ես տղայիս հետ անպայման կլինեմ այդտեղ, տղաս պետք է հաղորդակցվի, ինչպես էլ ոմանք փորձում են մեզ սարքել անհիշողություն մանկուրտներ, տղաս պետք է նաև տեղյակ լինի իր ծագման մասին, իր նախնիների ճակատագրի մասին, որպես նաև Էրզրումա Կարս Արդահանյան այսպես սերունդ։ Հիմա այդ կարևոր հարցերի մասին խոսեցինք, ուզում եմ ներկայացնել իմ տեսակետը, Կարեն արդեն դրա մասին ասել է, տարբեր արտակներում, նաև Ազատարար բլոգում, կապված Եվրատիպի հետ, Եվրատլանտիա ինտեգրացիոն պլատֆորմի, ինձ համար հասարակական կազմակերպությունը, ինչպես ես իմ ուրույն պատկերացումներ ունեմ կուսակցությունների մասին հետո մի օր խոսենք, հասարակական կազմակերպությունը պարտադիր չի կամ լավագույնները այդ հասարակական կազմակերպությունների, դա նրանք չեն, որ ունեն ինչ-որ գրասենյակ, կնիկ, մշտական աշխատող, դա անհրաժեշտություններ են ենթակառուցվածքային, դա ներառական ինչ-որ երևույթ է, դրանք իսկապես պետք է լինեն հասարակական ոչ միայն իրենց գործունեությամբ, այլ նաև այն ջանքերով, որ մարդիկ պարզապես կամավոր, առանց որևէ ճնշման եւ այլ հանգամանքների գալիս են, օգնում են, աջակցում են, քննադատում են, առաջարկում են, մասնակցում են process-ներին, փորձում են արդյունք ստանալ։ Եվ այդ առումով ես շատ, ինչպես եւ Կարենը, շատ մեծ նշանակություն եմ տալիս, որ մենք հավաքվենք փոքր խմբերով։ Ինչու եմ ասում փոքր խմբերով, որովհետեւ հիմա 100 հոգանոց հավաքանել կարեւոր է, բայց դա կնմանվի երևի դասախոսության, որ այս ձևը տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այսպես ճակերտավոր ինչ-որ բան պատմել, հայացքները ներկայացնել, վերլուծությունները եւ այլն։ Ավելի շփումը կազմակերպելու համար կան ինչ-որ օպտիմալ թիվ։ Եվ 10-ից 15 հոգին, հա, դա օպտիմալ այն թիվն է, որտեղ կարելի է բոլորին լսել, բոլորի հետ ծանոթանալ, հարցեր լինեն բավական շատ, հարցերին պատասխաներ, ասենք 2 ժամում բավական, եթե ոչ փայլուն միջին արդյունքներ ստանալ։ Եվ արդեն հասկանալ, թե որ մարդիկ ուզում են մասնակցել նրան, թե ինչը մենք նախաձեռնում ենք, չեն ուզում, կամ մասնակցության չափը ինչպես են պատկերացնում, այդ ամեն ինչը այդ խմբերով շատ ավելի, հետո ամփոփել դրանց արդյունքները եւ արդեն գնալ առաջ։ Մեծ քանակի, մեծ թվերի հետևից չենք ընկնում, նույնիսկ եթե նկատել եք Ազատարար բլոգը,
որևէ գովազդային միջոց չի կիրառում իր տարածման համար, միայն օրգանական աճի վրա է հիմնված, ոմանք ասում են շատ դանդաղ է աճում, ես այդպես չեմ համարում, կարծում եմ շուտով կլինեն 20,000 կունենանք բաժանորդ, իհարկե դա ավելի քիչ է քան ես կուզեի, բայց ես բարձր եմ գնահատում բաժանորդների որակը, թող ոչ ոք չնեղանա, որ ասենք եթե չի բաժանորդակվել, ուրեմն համարում ինքը ցածր որակ է։ Ես նկատի ունեմ ընկալման, աջակցության, մասնակցության, այսպես հույզերի եւ սպասումների ընդհանրության տեսակետից շատ լավն է այս 20,000-ը, համոզված եմ, որ առաջ գնանք 30-ը լավը կլինի եւ այլն, բայց այսպես է։ Նույնը վերաբերվելու է այդ Եվրատիպին, այստեղ մենք բանի այդ կոլտնտեսական այդ կոմունիստական այդ պլան կատարելու բանի հետևից չենք ընկնելու, բայց պետք է աշխատենք իհարկե շատ ինտենսիվ եւ արագ, որտեղ ժամանակը արագ է գնում, իրադարձությունները արագ են զարգանում։ Սա Եվրատիպի վերաբերյալ, հուսով եմ, որ բոլոր նրանք, ով աջակցում է ալիքին, գոնե կհետաքրքրվեն Եվրատիպի գործունեությամբ, որովհետև դա նույնպես կարևոր է եւ ես կարծում եմ ավելի կարևոր է նույնիսկ, քան պարզապես ալիքը, որովհետև ալիքը դա մտքերի փոխանակում է, ասենք մենք այսպես, դուք ձեր մեկնաբանություններում, իսկ Եվրատիպը որոշակի ծրագրեր է իրականացնելու եւ այստեղ ձեր աջակցությունը ցանկացած տիպի ել ավելի կարեւոր է դառնալու։ Ուրեմն ապրիլի 24-ի մասին ասեցի, որ պետք է գնալ եւ կտրականապես կրկնում եմ, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չպետք է գնա, եթե նա գնում է Մոսկվա, ուրեմն որևէ տարբերություն ինձ համար այնպես չի, որ հիմա այդ տարբերությունը կար, բայց ես արդեն բացահայտ կարող եմ ասել, որ կարող ենք նույն այսպես հանգիստ սրտով ավելի շուտ ճիշտ ձևակերպեմ Փաշինյանին ուղարկել տուն եւ տեղը դնել Վարդան Ղուկասյանին, Գյումրի Վարդան Ղուկասյանին նկատի ունեմ, որովհետեւ որևէ որակական տարբերություն աշխարհայացքային արդեն իմ համար չի լինելու, նույն երևույթն է։ Հիշում եք, ես ասացի, որ մի բան եմ ասելու, որը դուք չգիտեմ, կարող բացաբար վերաբերվեք, չեմ խոսափի, կասեմ հիմա։ Դուք նկատեցիք, ես նկատեցի ամենայն դեպս, թե Սրբազանը, Միքայել Սրբազանը, որի հետ ես այսպես հեռակա շփման հնարավորություններ ունեցել եմ, իմչալոց գիտեմ ինչպեսի մթնոլորտ է եւ հատկապես ԿՊ-ի կողմից այսպես խրախուսվող իր հասցեին ինչ ասելու անձնական, ես այդպես չեմ մտածում, ես գտնում որ ինքը ամենաարժանի հոգեվորականներից է, այսպես ասենք, որը իր արժեքները ստացել է սերնդեսերունդ հոգեվորականների այսպես տոհմից է, որը հավատացյալ է, տարօրինակ է, չէ, որ հոգեվորականի մասին պետք է այդ բառը օգտագործեն, բայց Հայաստանում դա էլ է ակտուալ, եւ որը ունի որոշակի պատկերացումներ եկեղեցու մասին, Հայաստանի մասին եւ ընդհանրապես կրթված անձնավորություն է։ Այսքան բանից հետո ասեմ, որ այն արժեքները, որ ինքը կրում է, ցավոք դա այն ավանդական քրեական արժեքներն են, որ կան մեզանում, ես չեմ խոսում անձնական կյանքի մարդկանց եւ այլն, համոզմունքները կապված Հայաստանի հայ ժողովրդի կազմակերպման ձևի։ Եվ այդ քրեական պատկերացումների մեջ ավաղ Հայաստանի Հանրապետությանը, կներեք, ինչ հանրապետություն, Հայաստանի հայկական պետության տեղ չի մնում։ Եվ դա վաղուց է ձևավորվել, եւ դա ձևավորվել է դարերով, երբ հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել այդ պետության գործառույթը, եւ քանի որ դարերով այն տարել է, այնքան էլ մեծ հաճույքով պատրաստ չէ
այն պատրաստ չէր այն զիջել 17-րդ դարի վերջում հանգամանքների բերումով զիջեց, բայց դա չի նշանակում, որ համակերպվել է դրա հետ։ Եվ ինձ համար Սրբազանը վառ օրինակ է մի մարդու, որը այդ համոզմունքների կրողն է, որի համար հայ ազգը ոչ թե էթնոս է, ազգ է, քաղաքական եւ էթնիկ երևույթ է, որը իրավունք ունի եւ պետք է ստեղծի իր պետությունը եւ պահի իր պետությունը, այլ դա հայ առաքելական եկեղեցու հոտն է, էթնոկոնֆեսիոնալ խումբ է, համատություններ չեմ անի, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ, բայց այդպեսի երևույթներ կան, լավ հեռավոր բան ասեմ, ինչպես ասենք ալավիտները Սիրիայում եւ Լիբանանում կամ դրուզները, դա էթնոկոնֆեսիոնալ խումբ է, որի բնական վերահսկողը, նայողը, կառավարողը, ուղղորդողը պետք է լինի եկեղեցին, իսկ եկեղեցին իրենց պատկերացմամբ դա իրենք են, ղերն է։ Սա իրենց պատկերացումը իրենք 17-րդ դարի վերջի իրողություններին չեն համակերպվել։ Ես մի բան էլ ասեմ, որ այնպես չի, որ օրինակ քարիստները եւ այն ինչ որ մենք լևոնական ենք ասում դրանց մի մասը քայլիստները եւ էլիկան իրենք էլ չեն համակերպվել 17-րդ դարի վերջի իրողություններին, բայց այլ տեսակետից, որովհետեւ այդ իրողությունները քաղաքական նոր պատկերացումները բերել են հայկական պետության ստեղծմանը, թեկուս ծանրագույն գնով։ Այդ ապրիլի 24-ն է հիմա, չխորանամ հասկանում եք ինչի մասին եմ խոսում, իրենք դրա հետ էլ չեն համակերպվում։ Եվ չգիտեմ գիտակցում են դա իրենք թե չէ, բայց ամեն օր երդվում են ինքնիշխանության եւ պետության եւ հանրապետության անունից այս անգամ արդեն, բայց իրենց աշխարհայացքն էլ համատեղելի չի հայկական պետության հետ։ Եվ այս առումով այն սիրատոչոր ես բառից թույլ եմ տալիս ասել հայացքը, որով Սրբազանը նայում էր այդ ռուսական ներկայացին, երբ որ նա խոսում էր եւ այլն, դա այդ աշխարհայացքային մատրիցայի ինձ դժվար է հիմա խոսել, որտեղ ես ամեն բառը փորձում եմ ընտրել, որպեսզի այն ատելության եւ հակաեկեղեցականության մթնոլորտը, որը տարածում է ԿՊ-ն, չստացի, որ ես իմ լում անեմ դրա մեջ դնում, բայց պետք է իր ճշմարտությունը ասել։ Դա իրենց համար հասկանալի մատրիցան է, կա կայսրություն, կամ մեծ պետություն, հայ ժողովուրդը չունի իր պետությունը, ինքը այդ կայսրության կամ մեծ պետության մի մաս է, որում ինքը ունի ազգային, մշակութային, չգիտեմ, լեզվական առանձնահատկություն եւ այդ առանձնահատկության գլխին կանգնած է հայ առաքելական եկեղեցին։ Այսպես են իրենք պատկերացնում հայ ազգի ճակատագիրը։ Եվ ավաղ պիտի ասեմ, որ Միքայել Սրբազանը նույնպես։ Եվ նա կարծում եմ, որ նույն սիրատոչոր հայացքով իր հոգևորական նախնիները ավաղ իրենց մեջ եղել են եւ փայլուն եկեղեցական եւ ազգային գործիչներ, բայց ավաղ նույն կարծում եմ հայացքով նայել են պարսկական արքունիքի ներկայացուցիչին, հունական, բյուզանդական, հռոմեական, այսինքն արքունիքի ներկայացուցիչին, օսմանյան արքունիքի ներկայացուցիչին, ռուսական կայսրության արքունիքի ներկայացուցիչներին, եւ սա մի որոշակի դարերով ձևավորված ավանդույթ է։ Ամենևին որևէ կերպ ես հայ առաքելական եկեղեցու անդամ եմ, աստվածաբանական տեսակետից որևէ բան չեմ կարող ցանկություն չունեմ քննադատել, եթե այդպիսի ցանկություն առաջանա, պարզապես ես ինձ դուրս կհամարեմ հայ առաքելական եկեղեցուց, բայց այդ մոտեցումը, որը ուղիղ կրոնի հետ կապ չունի, ուղիղ քրիստոնեական ուսմունքի հետ որևէ կապ չունի, հայ առաքելական կղերի մեղմ ասած ոչ պետական, ինքը իսկապես շատ վտանգավոր է։ Եվ եթե դա չվերանայվի, մեզ պետք է նոր Խրիմյան հայրիկ։ Մեզ պետք է
եկեղեցու ղեկավար եւ ղեկավարություն, որը ազգայինը ձգտումը դեպի հայկական պետությունը, ազգային պետությունը կկարողանա ներդաշնակել հայառաքելական եկեղեցու եւ քրիստոնեական ուսմունքի ավանդական դերի հետ։ Թե չէ իրենք բացի ամեն ինչից նաև անդադ առիթ են տալու, ես դրանց անվանում եմ պատահական բան են հակա եկեղեցականների ԿՊ-ի, որտեղ իրենք չունեն համոզմունքներ, իրենք ոչ աթեիստ են, ինչպես ասենք կոմունիստներն էին, ոչ հավատացյալ են, ոչ մի բան են, այսօր ինչ ձեռ է տալիս, այսօր իրենց ձեռ է տալու անդադ օգտվելով այդ սխալներից փորձել, ինչպես իրենք հակա արցախյան ռասիզմ են տարածում, հակա գյումրիական հիմա արդեն, այդպիսի մոտեցումներ տարածել։ Եվ եկեղեցին դրանից պաշտպանելու լավագույն ձևը այդ Ղրիմյան հայրիկի ֆենոմենը ուժ գտնել իրենց մեջ եւ կրկնելն է։ Արդեն պատկերացնեք ինչ լավ կլիներ, եթե Ղրիմյան հայրիկը եւ հայկական պետության վերականգնումը համընկնեին իր գործուն կյանքը եւ այդ առաջի հանրապետությունը։ Այ մեզ պետք է հիմա այդպեսի հնարավորություն կա գնալ այդ ճանապարհով եւ պետք չի տարատեսակ օկուպանտներին եւ հայկական պետության ողերիմ թշնամիների նայել այդպեսի հայացքով եւ այդ սրիկաների վիժվածքների մեջ փորձել գտնել հայոց փրկությունը։ Իրենք ի վիճակի լինեին, իրենք իրենց երկիրը կփրկեին։ Եվ սա պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, հետևեք թե ինչ է լինելու Ռուսաստանի Դաշնության հետ մոտակա տարիներին, հավատացնում եմ ձեզ։ Այսքանը կներեք, այս մասը ես գիտեմ, որ մի քանի նույնիսկ կարող եմ ասել, որ տեսակետներից են քննադատելու են, որ չափավոր եմ շատ իմ քննադատության մեջ, որ այդ տերտերներին եւ այլն պետք է պորտերը տեղը դնել վաղուց, քննադատելու են, որ չափից դուր ռադիկալ եմ եւ հարցականի տակ եմ դնում եկեղեցու հեղինակությունը, քննադատելու են մեր հակաքրիստոնյաները, նոր հայտանոցները, այդ թվում իմ ընկերները, ես շատ ունեմ այդ շրջանում ծանոթներ, ընկերներ, իմ հայրենակիցներն են, իմ ընկերներն են, որոնք ասելու են, այ այդ դուրերը չի գալու, որ շշտեցի իմ հայառաքելական եկեղեցու մաս լինելը եւ այլն, այսպես մի 6-7 ուղղությամբ կարելի է քննադատել, բայց սա է իմ պատկերացումները, ես այստեղ փորձում եմ բառապաշարից մեջ լինել շատ ընտրող, բայց զուտ կոնցեպտուալ տեսակետից ասեցի ամեն ինչ մտածում եմ։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչ հանդիպում։